Միավորված ազգերի կազմակերպությունը տասնամյա դադարից հետո կրկին մեկուսացման է մղում Իրանին երկրի ֆինանսատնտեսական համակարգը կոլապսի ենթարկելու հեռանկարով։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հակաիրանական սանկցիաների վերականգնումը 6 ամսով հետաձգելու Ռուսաստանի և Չինաստանի ջանքերը հօդս ցնդեցին չստանալով բավարար աջակցություն։ ՄԱԿ-ը վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։ Ռուսական կողմը խիստ վրդովված է պատժամիջոցները վերականգնելու գործընթաց սկսած եվրոպական եռյակի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գործողություններից։ Մեր նախագիծը չպաշտպանողների վերաբերյալ պատրանքներ չեն մնացել։ Այս երկրները ցույց տվեցին, որ Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական կարգավորման վերաբերյալ իրենց բոլոր հավաստիացումները պարզապես դատարկ խոսքեր էին։ Պոլյանսկիի պնդմամբ, չնայած Մոսկվայի և Պեկինի ձախողմանը, Իրանի դեմ կոշտ պատժամիջոցների վերադարձ չի լինելու և հակաիրանական սանկցիաների վերակենդանացման ցանկացած փորձ անվավեր է։ Ռուս-չինական բանաձևի ընդունման համար անհրաժեշտ էր Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ երկրների 15 ձայնից առնվազն 9, ինչպես նաև վետոյի բացակայություն։ Իրավիճակը լրջորեն վրդովեցրել է նաև Թեհրանին։ Իրանի գլխավոր դիվանագետը զգուշացրել է, որ սանկցիաների վերականգնումը տևական հետևանք կունենա ՄԱԿ-ի միջուկային փորձագետների հետ գործակցության վրա։ Իրանի արտգործնախարարությունն անօրինական և անհիմն է համարել բանաձևերի վերականգնումը։ Այսօրվա իրավիճակը գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ՄԱԿ-ի դուրսբերման, Եվրաեռյակի և Եվրամիության իրենց հանձնառությունը կատարելու ձախողման ուղիղ հետևանքն է։ Միացյալ Նահանգները դավաճանեց դիվանագիտությանը, իսկ Եվրաեռյակը այն հողին հանձնեց։ Եվրոպական եռյակը շարունակում է Իրանին մեղադրել միջուկային համաձայնագիրը խախտելու համար, պնդում, որ Թեհրանը շարունակում է ձգտել միջուկային զենքի ձեռքբերման։ Ամերիկյան կողմի պնդմամբ նախագահ Թրամփը հստակ նշել է, որ դիվանագիտությունը դեռևս տարբերակ է։ Պատժամիջոցների վերականգնման օրվանից Իրանն առերեսվելու է տարատեսակ սանկցիաների հետ, ներառյալ զենքի էմբարգոն, ուրանի հարստացման արգելքը, միջազգային հաշիվների սառեցումը։ ՄԱԿ-ի որոշումն անօրինական ու անարդար է որակել նաև Իրանի նախագահը։ Ի վերջո այնպես չէ, որ այս որոշումից երկինքը փլվելու է կամ մենք ստիպված ենք լինելու հանձնվել։ Իրականությունն այն է, որ պատժամիջոցների պարագայում մեր հարևանների, Եվրասիայի երկրների, BRICS-ի ու Շանհայի համագործակցության կազմակերպության հետ հարաբերությունների պահպանման դեպքում մենք կկարողանանք հաղթահարել այս վիճակը։ Որոշումն անօրինական է և ոչ մի երկիր իրավասու չէ այն իրականացնել, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը։ Մենք այժմ էլ վստահ ենք, որ իրավունք ունենք ուրան հարստացնել միջազգային օրենքի համաձայն։ Իրանի իշխանությունը չի հանձնվում ու պատրաստ է դիմակայել մարտահրավերներին, մինչդեռ հասարակ քաղաքացիները լրջորեն մտահոգված են, ինչպես են շարունակելու ապրել առանց այն էլ տնտեսական ծանր պայմաններում։ Այո, մենք լրջորեն մտահոգված ենք, որովհետև մեր երեխաների ապագան վտանգված է։ Հաճախ են լինում էներգիայի ու ջրամատակարարման անջատումներ։ Պատժամիջոցների դեպքում դեղորայք ընդհանրապես չի լինի։ Որտեղից ենք դեղ գնելու։ Անկասկած հետևանքներ կլինեն, ինչ որ բանի վրա անպայման ազդելու է։ Մենք ավելի կմեկուսացվենք։ Թեհրանը հետ է կանչել Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում և Գերմանիայում իր դեսպաններին։ Իրանցի պաշտոնյաները նախազգուշացրել էին, եթե հակաիրանական սանկցիաները վերականգնվեն, կդադարեցնեն նաև գործունեությունը ԱՄԳ-ի հետ և դուրս կգան միջուկային զենքի չտարածման պայմանագրից։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։